Իրավական հարցերի հանձնաժողովում քննարկում են դրամաշնորհների, քաղաքացիների քաղաքական միությունները եւ եւս 5 օրենքների նախատեսված փոփոխությունները։ Օրենքները խստացվում են, հստակեցվում են կոնկրետ ուղղություններ։ Քաղաքական կուսակցության անդամակցությունը սահմանափակելու համար փոփոխվում է քաղաքացիների քաղաքական միությունների մասին օրգանական օրենքը։ Մասնավորապես, այն անձին, ով աշխատանքային պայմանագրով աշխատում է այնպիսի կազմակերպությունում, որը իր տարեկան եկամուտի ավելի քան 20% ստանում է օտարերկրյա ուժից, արգելվում է լինել քաղաքական կուսակցության անդամ 8 տարվա ընթացքում։ Պետական աուդիտի ծառայությունը կհետևի քաղաքական կուսակցության անդամի ֆինանսական գործունեությանը։ Դրամաշնորհների մասին օրենքում կատարվելիք փոփոխությունների համաձայն կսահմանվի քրեական պատասխանատվություն, իսկ արտաքին լոբինգը կպատժվի։ Օրենքով սահմանված կանոնների խախտումը կհանգեցնի տուգանքի 300-ից մինչև 500 ժամ համայնքային աշխատանքի կամ մինչև 6 տարի ազատազրկման։ Օրենքում նախատեսված փոփոխությունը կպարզաբանի, թե ինչն է համարվում դրամաշնորհ եւ ով պարտավոր կլինի ստանալ կառավարության նախնական թույլտվությունը դրամաշնորհ տրամադրելու համար։ Ընթացիկ շաբաթ կսկսվեն գնային կարգավորման վերաբերյալ քննարկումները։ Առաջին նստաշրջանը կկայանա փետրվարի 5-ին եւ կկանչվի ԻՆԵԲԱ սննդի ժամանակավոր հանձնաժողով ապրանքների, դեղորայքի եւ վարելիքի գնագոյացման կառուցվածքը ուսումնասիրելու համար։ Դրա ղեկավարը ոլորտի հանձնաժողովի նախագահը կլինի Շոթա Բերեկաշվիլին։ Հանձնաժողովը կկազմակերպի 14 падգամավորով, որտեղ մեծամասնությունը եւ ընդդիմությունը ներկայացված կլինեն 7 անդամով։ Նպատակն է ուսումնասիրել առաջնային սպառողական ապրանքների, սննդամթերքի, դեղորայքի եւ վարելիքի գները։ Նստաշրջանի շրջանակներում հանդիպումներ կանցկացվեն ոլորտում գործող առաջատար ընկերությունների, արտադրողների, ներմուծողների, մանրածախ ցանցի օպերատորների հետ։ Խորհրդարանը ընթացիկ նստաշրջանային շաբաթում կսկսի քննարկել բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխությունների հարցը։ Քաղաքական կուսակցություններում բուռն քննարկման թեման Թբիլիսիի պետական եւ տեխնիկական համալսարանների միավորումն է։ Որոշ դասախոսներ եւ ուսանողներ դեմ են այդ փոփոխություններին։ Իշխող թիմը բացատրում է, որ Թբիլիսիի պետական եւ տեխնիկական համալսարանների միավորումը առաջին հերթին ծառայում է դասախոսների եւ ուսանողների շահերին եւ ծառայում է կրթության որակի բարելավմանը։ Կրթության նախարարությունը հայտարարում է, որ ակադեմիական հանձնաժողովի համար նոր լրացուցիչ մրցույթների եւ ատեստավորումների անցկացման մասին տեղեկատվությունը կեղծ է։ Կրթության նախարարը նաև պարզաբանել է, որ գերատեսչության համար գերակա խնդիր է առկա ակադեմիական եւ վարչական անձնակազմի պահպանումը։ Տեխնիկական համալսարանի մոտակայքում բողոքի ցույց է անցկացվում, բողոքարկում են տեխնիկական եւ պետական համալսարանների միավորման դեմ։ Ակադեմիական եւ գիտական շրջանակների մի մասը, ինչպես նաեւ ուսանողները հավաքվել են վարչական շենքի մոտակայքում։ Նրանք պահանջում են չեղարկել կրթության նախարարի կողմից կայացված որոշումները։ Նույն մոտիվով ցույց է անցկացվում Թբիլիսիի պետական համալսարանի մոտակայքում։ Բողոքի ակցիան սկսվել է ակադեմիական խորհրդի նիստին զուգահեռ։ Ուսանողները բողոքում են երկու համալսարանների միավորումը եւ ուսանողների խորհուրդ չընդունելու դեմ։ Նրանց խոսքով իրենք Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշյայից խոստում են ստացել, որ ուսանողների որոշակի մասը կմասնակցի հանդիպմանը, սակայն նրանց թույլ չեն տվել մտնել շենք, ինչը համալսարանի ղեկավարությունը բացատրել է անվտանգության միջոցառումներով։ Ընթացիկ շաբաթ Ուկրաինան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները եռակողմ հանդիպում կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում։ Տեղեկատվությունը հաստատել է Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նույնպես արձագանքեց Դնեպրոպետրովսկի մարզում տեղի ունեցած հարձակմանը, այն անվանելով ակնհայտ հանցագործություն։ Հիշեցնենք, Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական կողմը անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել հանքագործերի տեղափոխող ավտոբուսի վրա։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, 16-ը վիրավորվել են։
ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ ամերիկյան ռազմանավերը գտնվում են Իրանի մոտակայքում։ Դոնալդ Թրամփին հարցրել են նաև Իրանի հոգևոր առաջնորդի այն հայտարարության մասին, որ ԱՄՆ-ի հարձակումը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի, որին նա պատասխանել է, որ դա պարզ կդառնա, եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ։ Իրանի արտաքին գործերի նախարարը վստահ է, որ Ամերիկայի հետ համաձայնագիրը հնարավոր է։ Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանը կորցրել է վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ, բայց գործընկեր երկրների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը նպաստում է արդյունավետ բանակցություններին։ Նա ասել է, որ բանակցությունները պետք է կենտրոնանան միայն Իրանի միջուկային ծրագրի վրա։ Դրա դիմաց Իրանը պահանջում է ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացում եւ խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը շարունակելու իրավունք։ Իրանի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի։ Աբբաս Արաղչին ասել է, որ պատերազմը աղետ կլինի բոլորի համար եւ որ տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաները կդառնան Իրանի ռազմական թիրախներ։ Գերմանիայում աշխատողների գործադուլի պատճառով հասարակական տրանսպորտը խափանումներով է աշխատում։ Գերմանիայի հանրային հեռարձակողի տված տեղեկության համաձայն գործադուլ է հաստատել երկրի 16 նահանգներում, ինչը սահմանափակել է ավտոբուսների, մետրոյի եւ տրամվայի ծառայությունները։ Տրանսպորտային ընկերությունների աշխատակիցները պահանջում են աշխատանքային օրերի կրճատում, հանգիստի ավելի երկար ժամանակահատվածներ եւ արտաժամյա աշխատանքի վարձատրության բարձրացում։ Գործադուլի հետ մեկտեղ տրանսպորտի խոչընդոտում է նաև եղանակային պայմանները։ Այսօր Գերմանիայի որոշ շրջաններում հայտարարվել է ցրտահարություն։ Պրահայում տեղի ունեցել նախագահի աջակցության հանրահավաք։ Չեխիայի մայրաքաղաքում հավաքվել են հազարավոր մարդիկ, ավելի քան 80-90 հազար մարդ դուրս է եկել փողոց այն բանից հետո, երբ նախագահը հրաժարվել է նշանակել իր նախարարներից մեկին, ով մեղադրվում է նացիստական խորհրդանշանները ցուցադրելու մեջ։ Գործը վերաբերում է Ֆիլիպ Տուրեկին, ով կառավարության կողմից նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։ Անցյալ շաբաթ Չեխիայի նախագահ հրապարակիվ հայտարարել է, որ արտաքին գործերի նախարարը իրեն SMS հաղորդագրություններ է ուղարկել, սպառնալով նախագահին լուրջ հետևանքներով, եթե նա չխոչընդոտի Տուրեկի նշանակումը։ Սկալդուբոյի մունիցիպալիտետում շարունակվում է կրթական եւ սպորտային ենթակառուցվածքների նախագծերի աշխատանքը։ Նորաբաց մանկապարտեզները ստուգվել են ենթակառուցվածքների նախարարի կողմից։ Գեգութի գյուղում հիմնադրվել է 75 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, որը վերանորոգվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան։